Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա դուք պատկերացնում եք մարդը եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ եւ այսօր ինքը իրեն թույլ է տալիս մատնանշել այն տեղը, որտեղով կարելի է մեր պետության հանդեպ եւ այդ թվում մեր ժողովրդի, այն է մեր ժողովրդի հանդեպ իրականացնել դիվերսիա եւ մատնացության ասում է տրիգեր է հարկավոր ինչ որ մի թանկացում, ինչ որ մի բան եւ այսրան ի պատասխան իր վարձկան լրագրողը, ես չեմ վախենա այդպես կոչել այդ տիկնոջը, չեմ էլ ճանաչում որ լրատվականից էր, ուղղորդում է, ասում է օրինակ արդյոք կարող է Ռուսաստանի այս սահմանափակումները այդպիսի տրիգեր հանդիսանան, այսինքն սա ուղղակի ես չգիտեմ այլ պետություններում գոյություն ունեն իրավական արտացոլում նման դեպքերում որևէ իրավական պատասխանատվության ենթարկել ես մարդուն ով պետության եւ պետականության եւ ժողովրդի դեմ նման հայտարարություններ եւ հրավերներ է անում։ Տիկին Վարդանյան, տպավորություն է, որ հենց այդ տրիգերը իրենք են ստեղծել, որովհետեւ միշտ այդ կապը շատ օրգանիկ է։ Միշտ տեսնում են, միջև ընտրությունները հայտարարում էին, որ տնտեսական պատերազմ է լինելու, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, հիմա ասում են, սա այն տրիգերն է, որի արդյունքում կարելի է դուրս գալ փողոցը ողողել, հեղափոխություն անել կամ միգուցե հեղափոխություն իրենք այլ բան նկատի ունեն, օրինակ հոկտեմբերի 27 ենք մենք տեսել։ Ես չեմ զարմանա, այսինքն իրենց որևէ բռնության դրսևորումներից այդ ուժի բռնության դրսևորումներից ես չեմ զարմանա, ես տեսել եմ կառավարման տարիները եւ ուղղակի ես կարծում եմ, որ այս մարդը ինքնին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։